Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես Վահե Տերմինասյանն եմ եւ բնականաբար զրուցելու ենք առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է ճառագայթային բուժմանը, ռադիոթերապիային, մեթոդ, որ իհարկե կիրառում ենք չարորակ նորագոյացությունների բուժման գործում։ Փորձենք հասկանանք ինչ է իրենց ներկայացնում տեսանյութով, հետո կհրավիրենք առաջատար մասնագետներից մեկին։ Անգլիայի պարլամենտը 1788 թվականին ընդունում է օրենք, ըստ որի մանկահասակ տղաներին արգելվում էր աշխատել որպես ծխնելույս մաքրող։ Այս օրենքի հիմքում ընկած էր բժշկական կարևոր մի բացահայտում։ 1775 թվականին անգլիացի վիրաբույժ Percival Pottն առաջին անգամ մասնագիտորեն նկարագրել է քաղցկեղը, բացահայտելով նաև դրա առաջացման պատճառը։ Երկարատև դիտարկման արդյունքում բժիշկը հասկացել էր, որ մրի և քարածխի հետ տևական շփումից հետո ծխնելույս մաքրողների մոտ ի վերջո մաշկի քաղցկեղ է առաջանում, բերելով տանջալից մահվան։ Երկար տարիներ քաղցկեղը հայտնաբերվում էր միայն հիվանդության վերջին փուլերում, իսկ դրա դեմ պայքարի միակ տարբերակը վիրահատությունն էր։ Օնկոլոգիայի ոլորտում բեկում եղավ 19-րդ դարի վերջին, երբ Վիլհելմ Ռենտգենը բացահայտեց ռենտգենյան ճառագայթները, իսկ ավելի ուշ Մարի և Պիեր Կյուրիները բացահայտեցին ռադիումը։ Գիտնականները հասկացան, որ ռադիումը կարող է ազդել քաղցկեղային բջիջների վրա և հասնել դրանց ոչնչացմանը։ Այդպիսով ստեղծվեց ուռուցքների բուժման նորոգություն՝ ճառագայթային թերապիան։ Այսօր ճառագայթային թերապիան քաղցկեղի բուժման և հաղթահարման ժամանակակից մեթոդներից է։ Ցավոք, արագ զարգացող բժշկությանը զուգահեռ ագրեսիվ կերպով աճում են նաև քաղցկեղի դեպքերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի տվյալներով քաղցկեղը միայն 2020 թվականին աշխարհում 10 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել։ Քաղցկեղից մահերի 1/3-ի պատճառը ծխախոտն է, ռիսկի գործոն են նաև ճարպակալումը, ալկոհոլը, վատ սնունդն ու օդի աղտոտվածությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի քաղցկեղ է ախտորոշվում 400,000 երեխայի մոտ։ Այսպես հարգելի հեռուստատիտողներ, ուզում եմ դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Իմ հյուրն է Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոթերապիայի բաժնի ղեկավար Սերգեյ Գոլուբեր։ Դիմավորենք։ Ողջույն։ Здравствуйте։ Առաջին հարցը թերևս փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում ռադիոթերապիան ընդհանրապես, փորձենք գնահատել ինչպես է աշխատում ուռուցքային բջիջների վրա, ուռուցքի վրա, ինչ է անում, ոնց է այդ ազդեցությունը տեղի ունենում եւ ինչ հնարավորություններ ունենք այս մեթոդի օգնությամբ բուժելու արդեն չարորակ նորագոյացությունները։ Если мы говорим про лечение онкологических заболеваний, то в принципе вот вся онкология стоит на 3 китах. Это вот есть 3 основные метода лечения. Есть хирургическое лечение, лекарственное лечение и лучевая терапия. И, как правило, все-таки в настоящее время мы очень редко лечим какое-то заболевание только одним методом. Обычно всегда это комбинация. Обычно всегда это некий комплекс. И нельзя говорить о полноценном лечении какой бы то ни было онкологической проблемы без использования лучевой терапии. И, собственно говоря, если у вас ее нет хорошей лучевой терапии, то нельзя говорить о том, что вы можете обеспечить пациенту полный комплекс лечения. Поэтому это один из тех элементов, без которого лечение онкологии невозможно. И этот инструмент решает свои строго определенные задачи. Соответственно, сам принцип воздействия, он, естественно, отличается, как это нетрудно догадаться, от хирургии, от лекарственного лечения. Основной принцип заключается в том, что вот это вот ионизирующее излучение, вот это дозированное воздействие радиации, оно угнетает деление быстро делящихся клеток. А поскольку, как мы знаем, как раз вот именно опухоль-то чем опасна, что она очень быстро делится, она очень быстро растет, она очень быстро распространяется.
то, соответственно, эта опухолевая ткань гораздо чувствительнее к воздействию вот этого ионизирующего излучения, нежели чем здоровые окружающие ткани. И вот за счет вот этой разницы, по сути дела, лучевая терапия работает. У нас часто, у меня и у моих коллег на консультациях спрашивают, а что же там будет происходить? Да? То есть мы всегда говорим, что мы не испаряем, не выжигаем, не аннигилируем клетки опухоли, мы все-таки воздействуем в первую очередь на генетический материал этих клеток, мы его разрушаем, из-за чего они плохо делятся, заканчивается их деление или наступает так называемая программируемая клеточная смерть. Вот на этом, по сути дела, и построена лучевая терапия. Այնուամենայնիվ շատ բուժառումներ վախենում են, հենց միայն ճառագայթ բառը լսում են եւ սկսում են մտածել ինչ է տեղի ունենալու ոչ միայն ուռուցքային բջիջների հետ, այլ նաեւ իրենց առողջ հյուսվածքների հետ։ Конечно, пациенты боятся этого лечения. Это, в общем-то, абсолютно нормально, абсолютно логично и вполне закономерно. В основном мы, во-первых, защищены вот этими радиобиологическими особенностями, что то, что быстро делится, наиболее чувствительно. Клетки здоровых тканей гораздо менее чувствительны. Это, во-первых. И, во-вторых, все-таки вот все развитие лучевой терапии, которое вот как рентген свои лучи открыл, вот до сегодняшнего момента, оно было нацелено на то, чтобы максимально обезопасить окружающие здоровые ткани. И все те технологии, которые появлялись вот за последние 100 лет, они на это и были направлены. Ես ուզում եմ մեր հեռուստադիտողին բացատրել, որ կա բուժման 3 հիմնական մեթոդներից մեկը ռադիոթերապիան, որ կարելի է անել ընդամենը 1 անգամ, որտեղ մենք ունենք գումարային դոզա, որը եթե անցանք դրանից ավել արդեն ցավոք սրտի կիրառել չենք կարող։ Եվ այստեղ գալիս է լավ, որակյալ, ամենավորակյալ սարքավորումներով աշխատելու պայմանը, որովհետև եթե չստացվեց, լավ չարվեց, երկրորդ անգամ ձեզ արդեն ռադիոթերապևտիկ բուժում չեն անցկացնի։ Мы всегда нашим пациентам тоже на консультациях говорим, что, к сожалению, вот для нас самое главное ограничение, которое есть во время лечения, это не мощность нашего ускорителя. Главная сложность для нас и главный ограничитель – это доза на здоровые ткани. Потому что если мы эти дозы превышать будем, мы значительно повысим вероятность развития всяких разных и порой достаточно тяжелых осложнений для пациента. Поэтому вот наш первый заход на лучевую терапию, то вот как раз именно ограничение по здоровым тканям – это у нас главный лимит. И именно поэтому всегда очень важно постараться вот сделать сразу хорошо, чтобы потом не переделать, тем более, что, скорее всего, переделать уже не получится, к сожалению. Это вот первый момент. Второй момент, что касается оборудования и всего остального. Тут в целом тоже нужно всегда понимать, что, и этот вопрос тоже нам очень часто задают, что все-таки лучевая терапия – это такой командный вид спорта. Там все не зависит только от врача, не только все зависит от оборудования, но всегда от именно симбиоза, от комплекса, вот от командной работы. Потому что в лечении пациента помимо самого линейного ускорителя, во всяком случае задействовано по меньшей мере еще 3 специалиста. Это, собственно говоря, доктор-врач-радиотерапевт, это наши замечательные медицинские физики, в задачу которых входит расчет планов, в задачу которых входит проверка оборудования, соответствие всем дозиметрическим критериям, чтобы доставлялась именно та доза, которую мы запланировали, техническое обслуживание и так далее и тому подобное. И наши замечательные техники, наши замечательные RTT, которые проводят, собственно говоря, лечение с нашим пациентом. И вот от слаженной работы вот этих 3 специалистов, а чаще всего это 3 команды специалистов, именно зависит успех. Очень важно и современное оборудование, на котором доступны все современные технологии, как подведение дозы, чтобы очень точно ее можно было подвести, технологии визуализации, чтобы мы могли проверить, как сегодня пациент к нам пришел на лечение, вот мы его спозиционировали, что он лежит хорошо, что мы подведем дозу туда, куда нужно, и сможем это сделать. И, собственно, как раз вот это все технологии именно контроля за положением мишени, контроль по дыханию и прочее, прочее, прочее. И вот только когда все вот это вот мы собираем в единый такой вот живой организм, вот единый такой вот единую такую команду. Вот именно тогда все будет работать на самом лучшем уровне. Հաջորդ հարցս արդեն վերաբերում է ռադիովիրաբուժությանը, ինչ է սա իրենից ներկայացնում, որովհետև սա տարբերվում է մեր դասական վիրաբուժական մեթոդներից, բայց այնուամենայնիվ այո, կոչվում է վիրաբուժություն։ Ինչ է ռադիովիրաբուժությունը։
Тут надо сделать еще одну очень важную ремарку, что вот именно проведение радиохирургии — это именно то, что стало наконец-то вот с открытием нашего центра доступно на территории Армении. К превеликому сожалению, вот до последнего времени проведение радиохирургии в Армении было недоступно. Сейчас, слава богу, эта технология у нас тоже есть. Почему оно так называется? Да, очень часто как раз это тоже очень многие пациенты спрашивают, а вот кибернож, гамма-нож, а как же ж вы будете резать, а что ж, наркоз, наверное, нужно, а мы в операционную с вами пойдем, а шрам останется или нет. Конечно, здесь нужно понимать, что это такой достаточно интересный исторический вопрос. Дело в том, что изначально, с самого-самого начала, радиохирургия появилась и задумывалась где-то в 60-х годах 20 века, и своей задачей ставили тогда еще только воздействие на очень маленькие очаги метастатического поражения в головной мозг. То есть, когда есть маленький очаг, появляется вот в центральной нервной системе, и туда вроде бы как и нейрохирургически, ради такого классической нейрохирургии, когда хирурги вот оперируют, вроде бы как-то лезть было, вроде бы несподручно. Поэтому вот подумали, что, наверное, можно подвести вот к этому маленькому очагу очень большую дозу разово, однократно, и добиться такого же результата, как при классической хирургии. Вот, собственно говоря, тогда этот метод и появился. Сейчас мы все-таки его развили. Это уже не только центральная нервная система, но суть остается та же. Принципиальное отличие потому что очень часто спрашивают, а в чем же разница? По большому счету разница очень простая. Классическая фракционная лучевая терапия, когда мы длинным курсом лечим пациента, это он много раз к нам приходит, и каждый раз мы подводим маленькую часть нашей лечебной дозы запланированной. Вот это классическая фракционная, так называемая лучевая терапия. Есть радиохирургия, когда все ровно наоборот. Пациент приходит один раз на лечение, может быть, 2-3, и мы подводим очень большую дозу. Особенность в том, что это всегда какие-то маленькие объемы в костях, в центральной нервной системе, в легком, например, и так далее. И особенность этого метода в том, что как раз нужно обеспечить вот эту очень высокую точность. В Центре лучевой терапии Ирибуни у нас установлено самое современное оборудование компании Varian. Это два линейных ускорителя Varian Halcyon, ускоритель, спроектированный для проведения радиохирургии Varian Edge, установка для проведения внутритканевой, внутриполосной брахитерапии Varian Bravos и два томографа компании Siemens. В первую очередь это томограф для проведения разметок и катетопометрии, подготовки к проведению лучевой терапии Siemens Somatom Go Open Pro, и PET-скан, PET-CT томограф — это Biography M64. То есть вот все самое современное оборудование, которое в настоящее время есть на рынке. В медицинском центре Ирибуни, также в центре лучевой терапии, у нас есть специальная команда, которая занимается тем, что организует медицинский туризм. Визиты пациентов к нам на лечение. Причем эта команда берет на себя все основные задачи, которые касаются как приглашения пациента, организации его переезда, организации лечения, то есть полностью весь комплекс, который необходим. И в принципе, если у пациента даже будет желание, мы можем, конечно, показать и замечательные красоты Армении, если это будет необходимо. Իրականում ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա արդեն Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոն, որտեղ աշխատում են հրաշալի մասնագետներ, հրաշալի սարքավորումներով, եւ այդ ամենը իհարկե իշա մեր բուժարների, որոնցից շատ-շատերը վստահաբար կկարողանան վերականգնել իրենց առողջությունը։ Իսկ իմ հյուրն է ռադիոթերապիայի բաժնի ղեկավար Սերգեյ Գոլոբը, շնորհակալություն։ Քաղցկեղի ախտորոշման եւ բուժման հայաստանյան պատմության մեջ 2024 թվականը բեկումնային տարի էր։ Մեր երկրում բացվեց տարածաշրջանում բացառիկ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնը։ Միջազգային գործելակարգերի կիրառելիությունը, որը գործում է ճառագայթային թերապիայի կենտրոնում, հավասարեցված է անհամեստություն չթվա աշխարհի առաջատար կլինիկաների փորձին։ Քաղցկեղ ախտորոշումով բուժարուն ռադիոթերապիայի կենտրոնում նախ եւ առաջ ստանում է մասնագիտական խորհրդատվություն, որից հետո արվում են անհրաժեշտ հավելյալ հետազոտությունները։ Հայաստանի համար նոր, իսկ աշխարհի համար ախտորոշման ոսկե չափանիշը պետկատեն կամ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ։ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան հանդիսանում է ճառագայթային ռադիոնուկլեոիդ ախտորոշման հետազոտման մեթոդ։ Ինքը իրենից ներկայացնում է երկու բաղկացուցիչ մաս։ Համար առաջի բաղկացուցիչ մասը դա համակարգչային տոմոգրաֆիան է, այսինքն կամ տրենտամոգրաֆիան, որը բոլորին շատ հայտնի է, եւ երկրորդ կտորը, որը սիմբիոզ է մեկ սարքի մեջ, դա էմիսիոն
մասն է, որը հիմնականում ընկալում է իզոտոպներից առաջացած ճառագայթները եւ մեզ տալիս է պատկերներ։ Պետկատեի ճշգրիտ իրագործման համար բուժառուներին ներարկվում է հատուկ պրեպարատ՝ ռադիոֆարմ։ Լաբորանտը վերցնում է ռադիոֆարմ պրեպարատ ընդհանուր տարայից եւ դոզ կալիբրատոր սարքի միջոցով չափում դոզը։ Այն ցույց է տալիս տվյալ պացիենտի համար անհրաժեշտ դոզան։ Յուրաքանչյուր բուժառուի անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Դեպքերը քննարկում է կենտրոնի բազմամասնագիտական թիմը Tumor Board-ը։ Նախնական խորհրդատվությունից հետո բուժառուին արվում է կատե տոպոմետրիա կամ նշագրում, որը թույլ է տալիս ստանալ ճառագայթման ենթակա գոտու եռաչափ մոդել։ Երրորդ փուլը կոնտուրավորումն է, այսինքն ճառագայթման ենթակա գոտիների եզրագծումը, ընդ որում եզրագծվում են նաև այն օրգանները, որոնք պետք է պաշտպանել ճառագայթումից։ Չորրորդ փուլում գործի է անցնում բժշկական ֆիզիկոսը, հատուկ ալգորիթմների միջոցով ստուգելով բուժման պլանի արդյունավետությունը։ И это, собственно, контроль качества всего процесса лучевой терапии. И для того, чтобы он прошел верно, правильно, чтобы пациент получил именно ту дозу, именно в ту точку, в которой требуется это облучение, нужно проверить не только оборудование, но и, собственно, план лучевой терапии, которым будет лечиться этот пациент. Այս փուլից հետո ռադիոթերապևտներն ու ֆիզիկոսները համատեղ քննարկման արդյունքում հաստատում են բուժման պլանը։ Քաղցկեղի բուժման նախապատրաստական փուլի վերջին կանգ ճառագայթման պլանի վերիֆիկացումն է։ Նախապատրաստական այս կարևոր շղթան ապահովում է բուժառուի անվտանգ եւ արդյունավետ բուժումը։ Բոլոր այս փուլերից հետո միայն բուժառուն կարող է ստանալ ճառագայթային թերապիայի առաջին կուրսը։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սարքերի որակին, դրանք պարբերաբար ստուգվում են եւ անցնում որակի գնահատում։ Թերապիան իրականացվում է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով։ Мы сейчас находимся возле линейного ускорителя Varian Edge. Плюс данного аппарата в том, что мы можем подводить высокие дозы облучения с высокой точностью, с минимальным воздействием на близлежащие органы и ткани. Это один из самых современных аппаратов в своем роде. Аппарат может использоваться как в стандартной классической лучевой терапии, так и в радиохирургии. Մենք գտնվում ենք բունկերում, որտեղ տեղադրված է ամերիկյան Varian ֆիրմայի գերժամանակագից գծային արագացուցիչով Varian Halcyon համալիրը։ Նշեմ, որ այս համալիրից մեզ մոտ 2 հատ է, սա նշանակում է, որ տեխնիկական պատճառներով երբևէ պացիենտի բուժման ընթացքում տեղի չունենա։ Սարքը ունի իր մեջ ներկառուցված կոնուսային փնջով կատե, ինչը որ հնարավորություն է տալիս ռեալ պահին գնահատել ուռուցքի չափը, ինչպես նաև գնահատել ուռուցքի դիրքը, նաև պացիենտի դիրքը, անմիջապես process-ի ընթացքում մենք համոզված ենք, որ ճառագայթման դոզան հասցնվում է ճիշտ թիրախին։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում հաջողությամբ կիրառվում է նաև քաղցկեղի ճառագայթային բուժման նորարար մեթոդը՝ բրախիթերապիան։ В центре радиотерапии Эребуни имеется современный аппарат для брахитерапии от компании Varios, аппарат Bravos. Для качественной брахитерапии, помимо аппарата и радиоактивного источника, необходима еще большая библиотека аппликаторов. Аппликатор – это инструмент, посредством которого радиоактивный источник доставляется в опухоль. И, к счастью, в нашем центре имеется очень большая библиотека аппликаторов, которые применимы для различных локализаций, как в онкогинекологии, так и для брахитерапии рака кожи. Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնն այսօր միակ բժշկական հաստատությունն է, որտեղ կարելի է անցնել անվտանգ բուժման ամբողջական ցիկլ, սկսած նախնական խորհրդատվությունից մինչև ճառագայթային թերապիա։ Արտերկրից հրավիրված մասնագետներն ու վերջին սերնդի սարքավորումներն այսօր քաղցկեղի ախտորոշման եւ բուժման մի նոր նշաձող են սահմանում Հայաստանում։ Տարեց տարի կրճատելով այն մարդկանց թիվը, որոնք քաղցկեղի հաղթահարման ուղիները փնտրում են Հայաստանից դուրս։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Շարունակում ենք հաղորդումը, եթերում արդեն ծնողների դպրոցն է, հատված, որտեղ մենք խոսում ենք իհարկե մեր երեխաների մասին, իսկ երեխաներին առաջին հերթին պետք է սիրել, գուրգուրել եւ իհարկե նրանց համար առողջ ծնունդ ապահովել, ինչպիսին մեր ցուցադրման հովանավոր գործընկեր Երեմյան ընկերության 100%-անոց բնական առողջ օգտակար կաթնամթերքն է։ Խոսում ենք այսօր քթահոսության մասին, մեր հյուրը այսօր բանկաբույժ Գայանե Հովհաննիսյանն է, եկեք դիմավորենք ու փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում քթահոսությունը։ Ողջույն բժշկուհի,
քթահոսություն, ինչ է սա իրենից ներկայացնում իրականում։ Բժշկական տեսակետից։ Բժշկական տեսակետից քթահոսությունը կարող է լինել նախադպրոցական տարիքի երեխաների մոտ որպես դրսևորում ինֆեկցիոն հիվանդությունների, կարող է լինել դրսևորում ալերգիկ ռեակցիաների եւ ինչ պետք է ծնողը իմանա, ոնց հասկանա, ինչի հետ գործում եւ ինչպես պետք է տարբերակել։ Դե եկեք տարբերակենք, որովհետեւ մեծամասնությունը մարդկանց հատկապես գալիս են օրինակ բժշկի, երեխաները չէ, մեծահասակները։ Դու զգում ես իր մոտ հաստատ ինֆեկցիոն վիճակ է, ջերմությունով, հազով, ասում ես կներեք, բայց չէ որ դուք հիվանդ եք, գուցե տանը մնայիք, ասում եք, չէ բժիշկ ջան, մրսած եմ։ Ալերգիա է մոտս։ Ինձ թվում է իրենք էլ գիտեն, որ իրենց մոտ դա ալերգիա չի, որովհետև ջերմություն դժվար թե լիներ ալերգիայի ժամանակ, հազ դժվար թե լիներ։ Հստակ հասկանա երբ է դա ինֆեկցիոն բնույթի, քանի որ ալերգիկ քթահոսությունը, ինչպես դուք նշեցիք, չեն ուղեկցվում հազով, ջերմության բարձրացումով, փռշտոցը բնորոշ է եւ տեսքն էլ հիվանդ երեխայի տեսքը ինֆեկցիոն մի փոքր տարբերում է ալերգիկ քթահոսություն ունեցող երեխայի տեսքից։ Ինֆեկցիոն տարբերակը քննարկենք։ Քթահոսություն ունի, այլ խնդիրներ կարծես թե առանձնապես չունի, ջերմությունը շատ չի բարձրանում։ Երեխան ուղղակի նեղվում է։ Գալիս է ասում է, մամա գիտես, անընդհատ քթիցս այսպես գնում է, ինչ որ բան նշանակելու իմաստ ունի, ինչ որ սպրեյեր կան, հա, հատուկ միջոցներ կան։ Տնային պայմաններում ծնողը կարող է երեխային օգնել մի քանի միջոցառումների շնորհիվ, առաջին դա քթի խոռոչի լվացում է աղային լուծույթներով, երեխային համապատասխան քանակի հեղուկով ապահովել, որը մի կողմից ջրազրկման վտանգը կիչեցնի եւ մյուս կողմից չի թողնի, որ քթային պարունակությունը լորձը ավելի խտանա։ Եվ մի շատ կարևոր հարցը դա սենյակային օդի ջերմաստիճանի եւ պարամետրերի ճիշտ պահելն է, այսինքն չպետք է սենյակում լինի շատ շոգ, 18-20-22 դա մաքսիմալ ջերմաստիճանը պետք է լինի եւ համապատասխան խոնավություն, որպեսզի երեխան շուտ լավանա եւ չունենանք բարդություններ։ Իդեպ ասեմ, խոնավությանը մենք շատ քիչ ենք ուշադրություն դարձնում, մինչդեռ ամբողջ աշխարհում շատ ընդունված են հատուկ խոնավացնող սարքերը։ Ես օրինակ տանը մի քանի հատ ունեմ տարբեր սենյակներում տեղադրված։ Եթե անգամ դուք չունեք նման հնարավորություն, չեք ուզում, կան շատ հեշտ տարբերակներ, հատկապես ձմեռվա ամիսներին, դուք կարող եք թանզիֆի կտորը երկարվեցնել, դնել ջրի ամանի մեջ, այո, եւ դրանով ստանալ մոտավորապես նույն ազդեցությունը, այսինքն անպայման պետք է օդը մեր երկրի բնակլիմայական պայմաններում սենյակային խոնավություն շատ ցածր է, որի արդյունքում էլ քթահոսությունները ավելի երկարատև են, լորձաթաղանթի չորություն, երեխայի քիթը, ինչպես Մարիանն նշում, չի շնչում, սկսում են բերանով շնչել, բերանի չորություն, հազ եւ ընթացքի բարդացում։ Տարբերակ երկու երեխայի մոտ իսկապես ալերգիկ ռեակցիա է եւ դրա հետևանքով է առաջացել քթահոսությունը։ Ինչ որ միջոցներ կիրառել, թե չէ, հատկապես երեխաների համ։ Մենք գիտենք, մեծահասակները արդեն անգիր գիտեն իրենց հակահիստամինային պրեպարատները։ Այո, իրենք մի անգամից գիտեն, գնում են այդ սեզոնային դեղամիջոցները օգտագործում են, ամեն ինչ նորմալ է։ Երեխաների պարագայում ես շատ հաճախ տեսնում եմ, որ ծնողները խուսափում են դեղամիջոցներից, ասում են՝ դե լավ, երեխա է, ոչինչ, թող մի քիչ էլ քոր գա, թող մի քիչ էլ արցունքահոսություն ունենա, թող մի քիչ էլ քթահոսություն ունենա։ Չէ, ծնողը պետք է իհարկե ոչ, բավական մեծ դիսկոմֆորտ է երեխայի համար։ Իհարկե։ Քորով, արցունքահոսությամբ, քթահոսությամբ գնալ օրինակ դպրոց, հաճախել մանկապարտեզ կամ ընդհանրապես օրվա ընթացքում ակտիվություն ցուցաբերել։ Երբ որ ծնողը նկատում է, որ երեխայի մոտ առկա է քթահոսություն, քթի արտադրությունը լորձային է ջրի, զուգակցում է արցունքահոսությամբ, աչքերի կարմրությամբ, ունի քոր, տրորում է հաճախակի աչքերը, պետք է ծնողին դա հուշի, որ սա ոչ թե ինֆեկցիոն բնույթ է, սա ալերգիկ բնույթ է եւ դիմի նեղ մասնագետի։ Եթե դիմում է մանկաբույժի, մանկաբույժը կուղորտի արդեն նեղ մասնագետի, ալերգոլոգ մասնագետը, ով համապատասխան նշանակումներ կանի եւ կօգնի երեխային մեղ մասնելու ախտանիշները եւ խորհուրդ կտա, թե ինչ կարելի անել թեթևացնելու եւ լավացնելու վիճակը։ Իդեպ, քանի որ ալերգիաները նույնպես ունեն շատ հաճախ գենետիկ սեզոնայնություն եւ գենետիկ նախատրամադրվածություն, այնուամենայնիվ եկեք հիշենք, որ այն դեղամիջոցները, որ դուք մեծահասակներ ծնողներդ օգտագործում եք, շատ հաճախ պետք չի կարելի տալ երեխաներին։ Երեխաների համար հիմնական այլ պրեպարատներ, այլ դոզաներ ունենք, դրանք տարբեր են, դրանք երեխաների համար այլ են, մեծահասակների համար այլ են, խմբերն են այլ, պրեպարատներն են, չի կարելի կիրառել դեղորայքը երեխաների համար կունենան տոքսիկ էֆեկտներ։
Երբեք չտակ խմեք ինքներդ, երեխաներին չտակ, երեխաներինը այլ դեղեր են եւ նաեւ վախենալ պետք չի, դրանցից ոչ կախվածություն է առաջանում, ոչ ինչ-որ լուրջ խնդիրներ, այնպես չի, որ եթե հիմա տվեցինք ամբողջ կյանքում պետք է խմի կամ չգիտեմ նման ինչ-որ մի բան, առանց դրա հետո չի կարողանա հանգիստ հակահիստամինային պրեպարատները ոչ մի վտանգ երեխայի առողջության համար ճիշտ ընտրված։ Եթե ճիշտ ընտրված դեղորայքի եւ ծնողը տալիս է ճիշտ ըստ բժշկի ցուցման։ Սա երևի այն ամենն էր, ինչ մենք ուզում էինք պատմել քթահոսության մասին։ Շնորհակալություն Գայանե Հովհաննիսյան, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, արդեն տատիկի բաղադրատոմս հատվածն է մեր եթերում եւ իմ հյուրը բժիշկ սրտաբան Վարդգես Մովսեսյանն է, ողջույն բժիշկ Մովսեսյան, եւ մենք փորձելու ենք քննարկել այն ավանդական բաղադրատոմսերը, գուցե տատիկի, գուցե պապիկի, գուցե հարևանների, որոնք կարող է շատ օգտակար են, կարող է իրականում վնասակար են մարդու առողջության համար։ Գիտենք այդպիսի բաղադրատոմսեր, գիտենք այդպիսի խորհուրդներ կապված սրտի հետ։ Սրտի հետ, եթե զարգերակային գերճնշումը, բարձր ճնշումը կապենք սրտի հետ, որը իհարկե փոխկապակցված է եւ սրտային հիվանդությունների մեջ անկյունաքարային դեր ունի, ամենահաճախ կիրառվող մեթոդները, որոնք հանդիպում են ջերմուկ լիմոն, այո, ջերմուկ լիմոնն է, ոտքերը, ստորին վերջույթները տաք ջրի մեջ պահելը, որը իհարկե որոշակիորեն կարող է օգնել իջեցնելու համար զարգերակային ճնշումը, այո, պերիֆերիկ անոթները լայնացնելու հաշվին, որը իհարկե կիրառական է։ Ջերմուկ լիմոնը, տեսեք, այստեղ եթե խոսենք քիմիայի մասով, մեկը հիմք է, մյուսը թթու, այստեղ իրար չեզոքացման խնդիր ունենք, բայց ամեն դեպքում կարող ենք նշել, որ սա եւս կիրառական է, իհարկե մինչև շտապ բժշկական օգնության ժամանումը, որովհետեւ զարգերակային ճնշման հետ Ես չեմ կարծում, թե մենք կարողանանք ջերմուկ լիմոնով լուրջ օգուտ տալ, ասենք, խոսքը այն մասին է, որ մինչև շտապ օգնության ժամանումը, այո, կարելի է կիրառել, բայց ոչ հույսը դնել այս մեթոդների վրա։ Լավ, ամենամեծ սխալը, որ թույլ են տալիս։ Ամենամեծ սխալը թերևս դա հաճախ այդ մասին խոսվում է, դա հարևանի կամ ծանոթ մարդկանց դեղերը ընդունելն է, երբ որ բուժառուները գիտեն, որ այս կոնկրետ X պրեպարատը օգնում է իր հարազատին, ենթադրելով, որ ես եթե ունեմ զարգերակային ճնշում, կարող եմ եւս ընդունել եւ դա եւս հնարավոր է ինձ համար լինի կիրառական։ Զարգերակային ճնշումը կարող է բարձրանալ տարբեր մեխանիզմներով։ Ոչ միայն բարձրացման մեխանիզմը այստեղ դեր ունի, այլ նաև դեղի ազդեցության մեխանիզմը, որը մի դեպքում բնականաբար տարբեր մեխանիզմներով աշխատում։ Միանշանակ։ Հիմա օրինակի համար, եթե ինձ մոտ կարող է այնպես լինել, որ զարգերակային ճնշումը պայմանավորված լինի երիկամների հետ կապված խնդիրներով, կարող է սրտի հետ կապված խնդիրներով եւ բնականաբար այստեղ ազդեցությունը տարբեր դեղերի կարիք կունենա։ Միանշանակ ճիշտ է, հարցի առաջին մասը փորձեմ ավարտել։ Երբ մի բուժառուն ընդունում է որևէ X պրեպարատ, դա հնարավոր է մյուսի համար ունենա հակացուցում եւ բերի ոչ օգտակար հետևանքի, այլ նաեւ ունենանք նաեւ մահվան ելքով իրավիճակներ կարող ենք ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած, որ այո, մենք ունենք զարգերակային հիպերտենզիան, բաժանում ենք երկու խմբի, առաջնային եւ երկրորդային, մի դեպքում, երբ որ մենք գիտենք պատճառ, օրինակ երիկամային զարգերակի նեղացումն է կամ մագերիկամներում բարորակ նորագոյացումները, որոնք եւս կարող են բերել, բայց սրանք ցավոք պետք է նշեմ, որ մենք սրանք հայտնաբերում ենք մինչև 10% դեպքերում եւ երբ որ դա պոտենցում ենք մեր ամբողջ ազգաբնակչության վրա, սա շատ փոքր թիվ է կազմում եւ մեծամասամբ զարգերակային գերճնշումը երկրորդային է, այսինքն այստեղ քիչ հավանական է, որ ունենանք հենց առաջնայինը, նույն երիկամային զարգերակի նեղացման պատճառով, որովհետև այս տիպի զարգերակային հիպերտենզիան, որը առաջնային է ձեր նշած օրինակ երիկամային զարգերակի նեղացման հետևանքով, ունենում ենք գերբարձր թվեր, օրինակ 200-220 մինչև սիստոլիկ զարգերակային ճնշումը եւ դեղորայքային բուժմանը չի ենթարկվում, այսինքն բուժառուն կարող է ընդունել հակահիպերտենզիվ պրեպարատ, ոչ մի էֆեկտ չստանալ։ 30 րոպե պահել, հետո նորից կրկին ունենանք ճնշման բարձրացում։ Զարգերակային ճնշումը թողնենք մի կողմ, կանք հենց սրտի հետ կապված խնդիրներին, սրտային տագնապ, առաջին օգնության ճիշտ ու սխալ տարբերակները, ամենահաճախ հանդիպող։ Այո, այստեղ խոսքը ստենոկարդիայի մասին է։ Իհարկե այս պարագայում, եթե կա ստենոկարդիա, որը ուղեկցվում է կրծքավանդակի ցավով, հետկրծոսկրային շրջանում, որը ճառագայթվում է սեղմող, ճնշող ցավը, ձախ ձեռք, երբեմն կարող է այն ճառագայթվել դեպի ստորին ծնոտ, երբեմն նաև վերորովայնային շրջան եւ բուժառուներին կարող է թվալ, որ ունեն ստամոքսահարակային տրակտի խնդիր։ Ցավ ունի, ուզում եմ ջուր տամ մի բաժակ։ Ջուրը կարելի է տալ։ Ասում եմ, վերկաց մի քիչ քայլի։ Ֆիզիկական ակտիվություն որևէ կերպ պետք չէ կատարել, այսինքն պետք է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, բուժառուին տալ
պարկած հորիզոնական դիրք կամ հանգիստ դիրք, թեկուզ եւ նստած վիճակում, եթե կա հնարավորություն չափել զարկերակային ճնշումը եւ իհարկե այստեղ եւս պետք է նշենք, որ պետք է կանչել շտաբ բժշկական օգնություն, որովհետեւ սրտի նոպանձեր նշած ստենոկարդիան ախտորոշելու համար մենք պետք է իրականացնենք ամենաառաջնայինը էլեկտրասրտագրություն, որը կամ բուժարում պետք է ինքնուրույն տեղափոխվի բժշկական հաստատություն կամ շտաբ բժշկական օգնությունը պետք է իրականացնի։ Ցավ ունի սեղմող նկարագրում է դասական, ասում է ոնց որ գրծքավանդակից վրա քար դրած լինեն, սեղմում է, ճնշում է, շունչս չի հերիքում։ Այնտեղ դարակում նիտրոգլիցերին կա։ Տեսեք, կարող եմ տալ թե ոչ։ Չունեմ, էլեկտրասրտագրություն չունեմ, բժիշկ չեմ, կողքս բժիշկ չկա, բայց YouTube-ով կամ հեռուստատեսությամբ տեսել եմ, կարդացել եմ, որ սա դասական ստենոկարդիայի նոպա է։ Շատ լավ։ Ու գիտեմ, որ նիտրոգլիցերին օգնում է։ Լավ։ Կարող եմ տալ թե ոչ։ Տեսեք, ստենոկարդիայից մինչև սրտամկանի ինֆարկտ դա մեկ քայլ է, եւ մենք կարող ենք ախտորոշել սա ինֆարկտ է թե ոչ, եթե ցավի տևողությունը ավելի երկարատև է եւ եթե մենք կատարել ենք այդ հետազոտությունը էլեկտրասրտագրությունը։ Իհարկե, ստենոկարդիայի նոպայի ժամանակ բժշկական հաստատություններում կիրառվում է նիտրոգլիցերինը, բայց քանի որ այն ունի կողմնակի երևույթներ, որոնք են օրինակ զարկերակային ճնշման արագ անկումը կամ առաջի անգամ կիրառելու դեպքում բուժառուների մոտ առաջանում է գլխացավ, այդ իսկ պատճառով մենք խորհուրդ չենք տալիս դա կիրառել տան պայմաններում, եթե նախորդիվ կիրառություններ չեն եղել։ Եթե բուժառուն արդեն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, օրինակ տարել է սրտամկանի ինֆարկտ կամ սրտային որևէ այլ պատահար, եւ իր բուժող բժիշկի հսկողությամբ կամ ցուցմամբ նշանակված է իրեն նիտրոգլիցերին օգտագործել այն պահին, երբ որ կա ստենոկարդիայի նոպա, այս պարագայում խորհուրդ ենք տալիս չափել զարկերակային ճնշումը, եւ եթե սիստոլիկ զարկերակային ճնշումը, այսինքն դա վերին թիվն է, բարձր է 120-ից, նվազագույն է 120-ից բարձր է, ապա այդ դեպքում կարելի է կիրառել։ Ավելի ցածր ճնշման պարագայում այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ եւ ավելի խորացնել այդ իշեմիան բուժառուի մոտ զարկերակային ճնշման անկման հետևանքով։ Սրտանոթային համակարգի խնդիր ունեցող մարդկանց շատ հաճախ նշանակվում են դեղամիջոցներ, որոնք ասում են ամբողջ կյանքի ընթացքում դուք պետք է ընդունեք։ Եվ շատ հաճախ ինչ որ ժամանակ հետո մարդը սկսում է իրեն լավ զգալ։ 1 ամիս, 2 ամիս ընդունեց, լավ, էլ ինչի եմ խմում, ես արդեն լավ եմ, ես կարծես բուժվել եմ։ Կա տարբերակ, հանեմ դեղերը, օգտագործեմ ճիշտ սննդատեսակներ, փոխել եմ ապրելակերպս, ամեն օր քայլում եմ, ուզում եմ էլ դեղերը չխմեմ։ Սրտային խնդիրների դեպքում, օրինակ, եթե խոսենք սրտի իշեմիկ հիվանդության մասին, դեղերի մեծամասնությունը, որոնք նշանակվում են, նրանք նշանակվում են ոչ թե բարելավելու այդ պահին կյանքի որակը եւ ինքնազգացողությունը լավացնելու, որովհետեւ ինքնազգացողությունը կարող է լավանալ ընդամենը մեկ պրեպարատով։ Մենք օրինակ ընդունում ենք մի շարք պրեպարատներ, օրինակ 4 կամ երբեմն 5 եւ ավելի, այդտեղ մտնում են օրինակ ավելի հարամաչերի ձևով ասած արյունեջրի կացնող պրեպարատները, որոնք են հակակոագուլյանտ կամ հակաագրեգանտ պրեպարատները կամ հակախոլեստերինային պրեպարատները, որոնց ընդունումից բուժառուն որևէ զգացական իմաստով մոտակա ժամանակահատվածում ոչինչ չի զգա։ Այդ իսկ պատճառով ինքնուրույն դադարեցնել այդ շարք պրեպարատները իհարկե չի կարելի, որովհետև օրինակ բարձր խոլեստերինի մակարդակը հիպերխոլեստերինեմիան ինքը համարվում է անկախ ռիսկի գործոն սրտային պատահար ունենալու համար։ Այդ իսկ պատճառով դեղորայքը ինքնուրույն ինքնակամ դադարեցնել սրտային խնդիրների դեպքում չի կարելի։ Ճիշտ նշեցիք, որ այն նշանակվում է եւ ընդունում ենք ամբողջ կյանքի ընթացքում, բայց լինում են դեպքեր, երբ օրինակ նշանակված են այդ պրեպարատները միայն զարկերակային բարձր ճնշման համար, այս պարագայում, եթե չկա օրինակ ուղեկցող հիպերխոլեստերինեմիա, ճարպակալում եւ այլն, եթե բուժառուն անցնում է առողջ ապրելակերպի, հաշվում է կալորիաները, ունի բալանսավորված սննդակարգ, որտեղ ածխաջրերը սահմանափակված են եւ ունենում են քաշի նվազեցում, այս պարագայում հնարավոր են դեպքեր եւ կան դեպքեր երիտասարդների շրջանում, երբ զարկերակային ճնշումը կարգավորվում է, որովհետեւ այն պայմանավորված էր քաշի հետ։ Եվ այս իրավիճակում բնականաբար մենք հանում ենք արդեն զարկերակային ճնշման համար նշանակված պրեպարատները եւ շարունակում ենք հսկողությունը եւ արդեն երկրորդային պրոֆիլակտիկան։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ քննարկում էինք սրտի հետ կապված խնդիրները բժիշկ սրտաբան Վարդգես Մովսեսյանի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ։ Աչքի եղջերաթաղանթ խոզի կոլագենից երեխայի հետ մեծացող սիրտ եւ ՄՌՏ սարք, որը մտքեր է կարդում, բժշկական գյուտեր, որոնց մասին գուցե չեք լսել։ 2022 թվականին խոզի կաշվից ստացված եղջերաթաղանթ իմպլանտի միջոցով հնարավոր է եղել վերականգնել 20 կույր մարդկանց տեսողություն։
Շվեդիայի Լինչոպինգ համալսարանի բիոինժեներներն են խոզի կոլագենից ստեղծել դոնորային եղջերաթաղանդ, որը հերթական կարևոր ձեռքբերումն է փոխպատվաստագիտության մեջ։ Եթե մարդու դոնորային եղջերաթաղանթը պետք է օգտագործել 2 շաբաթվա ընթացքում, ապա բիոինժեներների ստեղծած եղջերաթաղանթը հատուկ պայմաններում կարելի է պահպանել ընդհուպ 2 տարի։ 2024 թվականին աշխարհում առաջին անգամ կատարվեց սրտի մասնակի փոխպատվաստում 20 օրական նորածնին։ Սա հեղափոխական միջամտություն էր, քանի որ սրտի փականներն ու անոթները մեծանալու են երեխայի աճին զուգահեռ եւ հետագայում կարիք չի լինելու նոր բաց վիրահատության։ Միացյալ Նահանգների Դյուկի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներն են վիրահատել երեխային։ Փոքրիկ Օուենի սիրտը ելակի չափ էր, երբ կատարվեց միջամտությունը։ Այսօր նրա սիրտը մեծանում է տարիքին համապատասխան։ Փոքրիկի պատմությունն այնքան է գրավել մարդկանց, որ հոլիվուդյան սցենարիստներն այն ներառել են բժշկական հայտնի սերիալներից մեկի էպիզոդում։ Ուրիշի մտքերը կարդալու գերբնական ուժը կարծեք իրականություն է դառնում, իսկ դրա համար բժիշկներին պետք է եղել ամենասովորական ՄՌՏ-ն։ Ճապոնիայի Օսակա համալսարանի գիտնականները միավորել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆն ու արհեստական բանականությունը եւ կարողացել են պատկերի վերածել այն, ինչ մտածել է մարդը ՄՌՏ սարքի մեջ պառկած։ Ֆունկցիոնալ ՄՌՏ-ն հասկանալով, թե այդ պահին ուղեղի որ կենտրոններն են ակտիվ, գեներացրել է մարդկանց մտքերն ու դրանք վերածել պատկերների։ 80% դեպքերում արհեստական բանականությունը կռահել է, թե ինչ է մտածում մարդը ու նույնությամբ վերարտադրել մտածած պատկերների նույնիսկ գույները։ Գիտնականները վստահ են, որ այս բացահայտումն առաջիկայում օգնելու է խոսքը կորցրած մարդկանց եւ նրանց հարազատներին։ Այսօր այսքանը, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը, առողջ, անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքով, հիշեցնեմ նաեւ, որ մեր ամբողջ թիմը աշխատում է միայն մեկ նպատակով, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։